Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ իր այլ թիմակիցները փորձում են հարցականի տակ դնել հենց հայոց ցեղասպանության փաստը։ Ընդդիմությանը ուղղակի կարելի ասել, որպեսզի պետք է միավորվել, որովհետեւ մենք ունենք մի հատ մեծ ընդհանուր թշնամի Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Ուրանալը, հանձնելը, դավաճանելը, մոռանալը, այն բոլոր մեղքերը, որ ինքը գործել է հայ ազգի հանդեպ, ինքը դրա համար պատասխան է տալու ուշ թե շուտ։ Եվ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ուսանող, յուրաքանչյուր երիտասարդ ինքը մտածում է իր պետության, ազգի մասին եւ կգնա, որպեսզի հեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Իրավունք TV տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության ուսանողական կազմակերպության անդամ քաղաքագետ Ալա Պոյրազյանին։ Շնորհակալություն Ալա հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Ալա, մոտենում է 110-րդ տարելիցը հայոց ցեղասպանության, մենք տեսնում ենք, որ պետական մակարդակով որևէ միջոցառում, որևէ նախաձեռնություն չկա, մինչդեռ 100-րդ տարելիցը հիշում եք, թե ինչպիսի մեծ շուկով եւ ամբողջ աշխարհն էր խոսում այդ մասին։ Ինչ կասեք ստեղծված իրավիճակի մասին։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ սկսենք նրանից, որ հայոց ցեղասպանությունը դա հայկական ինքնության կարևոր ամրակներից մեկն է եղել տարիներ շարունակ եւ կմնա, բայց Նիկոլ Փաշինյանը, քանի որ փորձում է կոտրել այդ հայկական ինքնությունը եւ փաթեթավորել այդ ամեն ինչի իրական Հայաստան փաթեթավորմամբ, կարող ենք ասել, որ ոչ մի նախաձեռնություններ կարող ենք չսպասել, քանի որ իրենք նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ իր այլ թիմակիցները փորձում են հարցականի տակ դնել հենց հայոց ցեղասպանության փաստը, հաճայանալով թուրք-ադրբեջանական քաղաքականությանը, թուրք-ադրբեջանական այն հոսքին, որը որ իրենք վարում են, եւ մենք դա կարող ենք տեսնել թե Արարատ Միրզոյանի օրինակ հանդիպումներով, ապրիլի 17-ին 12-ին տեղի ունեցավ հանդիպում Անտալիայում, դիվանագետների ֆորում, որտեղ Արարատ Միրզոյանը հանդիպեց թուրք արտգործնախարարի հետ, Հական Ֆիդանի հետ, եւ այնտեղ նա մեծ կարելի ասել, որ ոչ ուղիղ իմաստով, բայց հայտնեց, որ Հայաստանը իդեմս այս իշխանությունների, քպական իշխանությունների պատրաստ են հաճոյանալու իրենց, որպեսզի իրենք կարողանան օգնել խաղաղություն հաստատել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Մենք շատ լավ տեսնում ու գիտակցում ենք, որ Նիկոլը չի ընդունում ոչ մի այլ միջազգային ուժ Հայաստանում, որպես միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ միայն թուրքերին է տեսնում որպես իրական միջնորդ այստեղ եւ դա իր խոսքերի մեջ ապացուցում է Հայաստանի Հանրապետության այսօրվա քպական իշխանությունների կողմից ընտրված արտգործնախարար Արարատ Միրզոյանը, նաեւ իր հարցազրույցներում, որ ինքը տալիս է թուրք լրագրողներին, ապրիլի 17-ին ականատես եղանք եւ նրան, որ Թուրքիան այո ունի մեծ պերսպեկտիվա կարող ենք ասել, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերություններում հաստատի խաղաղություն եւ լինի այդ միջնորդի երրորդ ուժի դերում։ Ինչը վերաբերվում է ցեղասպանությանը, կրկնվեմ, 110-րդ տարելիցն է, բայց կարող ենք հենց այսօր էլ վստահ ասել, որ ոչ մի միջոցառումներ չեն իրականացնելու բնականաբար, քանի որ իրենք լինելով թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը պաշտպանող անձիկ Հայաստանում ներկայացուցիչներ թուրք-ադրբեջանական բնականաբար չեն նշի հայոց ցեղասպանության 110-րդ տարեդարձը։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ առաջնահերթություն չէ ցեղասպանությունը, ճանաչումը եւ ընդհանրապես, պետք է դեռ քննարկել, երբ այս հարցը բարձրացվեց, ինչ եղավ եւ այլն եւ այլն։ Այո, Նիկոլ Փաշինյանը մի քիչ առաջ նորից ասացինք, որ կոտրում է Հայաստանի Հանրապետության թե հայկական պետականությունը, թե հայկական ինքնությունը ջարդելով այդ ամրակները։ Օրինակ, ինչն էր տարիներ շարունակ հայ ինքնության ամրակներից, դա հայ առաքելական եկեղեցին է, որին այսօր քպական իշխանությունները անվանում են Ստալինապաշտ տերտերներ, որի ներկայացուցիչներին, դա Արցախն է, որը Նիկոլը տվեց, հանձնեց կարելի ասել, եւ դա ցեղասպանությունն է, որի փաստը Նիկոլը դնում է հարցականի տակ։ Դեպ անդրադարձակ Արցախին, Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հստակ նշեց, որ Արցախյան շարժման, այսպես ասած, գաղափարախոսությունը շարունակել է կործանարար է Հայաստանի Հանրապետության համար, եւ ընդհանրապես Արցախի թեման իրենք փակել են,
վերջացրել են եւ շրջել են այդ էջը։ Ինչի մասին է սա փաստում եւ այս իրավիճակում արցախցիները ինչ կարող են սպասել կամ պահանջել այս իշխանությունից։ Արցախցիները նույնիսկ իրենց իշխանության ներկայացուցիչներից այսօր մենք տեսանք, որ չեն կարող ոչինչ պահանջել, քանի որ օրեր առաջ իրենք դիմել էին իրենց Արցախի ԲԿ նախարար Կամո Վարդանյանին, որպեսզի նա ներկայացնի 2023 թվականի նահատակների անվանումները ի պատասխան Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունների մեղադրանքներին, որ արցախցիները զոհ չեն տվել, արցախցիները չեն կռվել, այդ թող գնային կռվեին, ոնց ասում էր Ալեն Սիմոնյանը, հետագայում Խաչատուր Սուքիասյանը, ով ասում էր, որ ոչ մի զոհ չեն տրվել, մի օր հետո այո ասում էր, որ ես սխալվեցի, դե հիմա մարդ եմ սխալվեցի եւ այլն, արցախցիները պահանջում էին Կամո Վարդանյանից, որպեսզի հրապարակվի այդ ցանկը, սակայն Կամո Վարդանյանը լռում է, շարունակում է լռել եւ կարող ենք ասել, որ սպասարկել Նիկոլի հենց շահերը եւ հետեւել Նիկոլի քաղաքականությանը։ Ինչը վերաբերվում է այս ատելության հոսքին, որը որ ուղղված է դեպի արցախցիներին, բնականաբար Նիկոլ Փաշինյանի իշխանության համար Արցախը եւ արցախցիների հարցը, Արցախի կորուստը դա մեծ խնդիր է հիմա հանդիսանալու, քանի որ Նիկոլը ամեն կերպ փորձում է պատրաստել 2026 թվականի ընտրություններին, իսկ արցախցիները իրական փաստ են նրա, որ Նիկոլը կապիտուլյանտ է եւ հանձնել է Արցախը Ադրբեջանին։ Նիկոլի օրոք է այդ փաստը թուղթը ստորագրվել, դա փաստ է կապիտուլյացիայի, իսկ արցախցիները դրա կարող ենք ասել առողջ, ողջ փաստն է։ Արցախցիները վրան տեղադրեցին Ազատության հրապարակում, նստածույցեր եւ փորձում էին սոցիալական խնդիրները գոնե լուծել։ Արդյոք դեռ կարելի է ակնկալել այս իշխանությունից, որ արցախցիների հանդեպ, այսպես ասած, բարեհաճ են գտնվելու, թե ի վերջո ժամանակն է, որ արցախցիներն էլ միանան այն քաղաքական պայքարին, որը կա, ի վերջո իրենք դեռ ոչ մեկ չի հերքում, որ քաղաքացի չէին, հա, ինչքան էլ այս իշխանությունը փորձի ասել, որ այդ անձնագրերը ճամփորդային էին եւ ոչ քաղաքացիության եւ այլն։ Ես համաձայն եմ նրա հետ, որ այս իշխանություններից չի կարելի ակնկալել ինչ-որ քայլեր, սոցիալական եւ այլ քաղաքական քայլեր, որը ուղղված կլինի արցախցիների իրավունքների պաշտպանությանը եւ դրա իրական ապացույցը հենց Բաքվում իրագործվող այսպես կոչված դատավարությունները մեր 23 գերիների հանդեպ եւ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ասում է գերիները թող սպասեն, մի քիչ է մեր ժամանակն 2020 թվականից Նիկոլը գերիներից 5 գերիներից 2020 թվականից ժամանակ էր խնդրում, իսկ 2023 թվականից մենք արդեն ունենք նաև էլի ավելացած 18 գերիներ, այսինքն ընդհանուր 23 գերիներ, ում հանդեպ որ ոչ մի վերաբերմունք նույնիսկ չենք տեսնում ԿՊԱ-ական իշխանություններից, որպես պետություն, ով պետք է կանգներ այդ անձանց մեջքի հետևում եւ պաշտպաներ, այլ ուղղակի տեսնում ենք, որ ձեռքիները ծալած, կարելի ասել, գլուխները կախ, սպասում են, թե ինչ կորոշի Ադրբեջանը, այնինչ Եվրոմիությունում մեր գերիների իրավապաշտպանը նշեց, որ արդեն գերիներից 7-ի հանդեպ դատավճիռները արդեն կայացված են, մնում է հաջորդ 15-ը, իսկ ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանի գործին, դա առանձնացված է ավելի։ Հանրային պահանջը բավարար է, այն ինչ որ մենք տեսնում ենք, հա, իշխանության հետ ամեն ինչ պարզ է, իսկ արդյոք ընդդիմությունը, հանրությունը անում է բավարար քանակի չգիտեմ, այս հարցը հնչեղություն տալու համար, որպեսզի աշխարհն էլ հա տեսնի, որ չէ, մեզ համար սա իրոք օրակարգային է, առաջնահերթ է, կարևոր է։ Մենք տեսնում ենք բազմաթիվ ակցիաներ, որը իրագործում են թե արցախցիները, թե ընդդիմությունը, բայց ընդդիմությունն հիմա ունի մեծ խնդիր, դա այն կարելի ասել կարմիր սահմանն է, որը ծագել է հենց ընդդիմության միջև, ինչը շատ սխալ է այս պարագայում, քանի որ մենք ունենք մի մեծ ընդհանուր թշնամի, դա ԿՊԱ-ական իշխանությունն է եւ Նիկոլ Փաշինյանը, եւ ընդդիմությունը հիմա շատ ակտիվ օրինակ Հայաստանի Հանրապետական կուսակցության հանդեպ քարեր են նետում, կարելի ասել, նշելով, որ հենց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իդեմս Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բերել են իշխանության, պատրաստել են հետագայում 2018 թվականին բերել են իշխանության Նիկոլ Փաշինյանին, ինչը մենք տեսնում ենք, որ տրամաբանական ոչ մի սահմանների մեջ չի կարող մտնել, քանի որ եթե ուղղակի ոչ թե որպես մասնագետ, ոչ որպես ինչ-որ ընդդիմական քաղաքական կամ հանրային ուժի ներկայացուցիչ
ներկայացուցիչ, որպես մարդ, ով բազմոցի վրա տունը նստած հեռուստացույցի էկրանից այն կողմ կնայեր, թե ինչ էր կատարվում 2018 թվականի Նիկոլի կողմից հռչակված Թավշյա խաղաղ հեղափոխության ժամանակ, ապա մենք տեսնում ենք դագաղ միջոցառումները, որը իրագործվում էր Հայաստանի Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչների հանդեպ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչները իրենք պատրաստելով Նիկոլին, իրենք ուզում էին, որպեսզի իրենց երեխաները, իրենց կանայք, իրենց ամուսինները ենթարկվեին այդ հոգեբարոյական օրինակ ճնշումներին, որ իրենց տան դիմաց դրված լինեն իրենց դագաղները, դա ուղղակի ոչ մի տրամաբանական սահմանների մեջ չի մտնում, եւ ընդդիմությանը ուղղակի կարելի ասել, որպեսզի պետք է միավորվել, որովհետև մենք ունենք մի հատ մեծ ընդհանուր թշնամի Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Արա, բայց ում հետ միավորվել, երբ հանրապետականին, հա, մեղադրողները այն մարդիկ էին, ովքեր նաև 2018 թվականին ակտիվ մասնակցություն ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությանը։ Հիմա այս մարդկանց հետ նորից ճանապարհ անցնել հնարավոր համարում եք եւ ընդհանրապես ստացվում է, որ այս 7 տարվա մեջ բան չի փոխվել եւ մարդիկ էլի նույն գծի մեջ են, այսինքն մերժելով հանրապետական կուսակցությանը։ Տեսեք, հիմա շատ լավ ռուսերենից մի խոսք կա, որ ասում է «Պոլիտիկա переобувания», այսինքն քաղաքականություն, երբ մարդը մի վեկտորից ուրիշ վեկտոր է գնում, եւ այո, դուք ճիշտ եք, 2018 թվականին մենք տեսել ենք շատ ներկայացուցիչների, ով հրապարակներում կանգնած սպասում էին Նիկոլ Փաշինյանին, անվանելով Նիկոլին հենց փրկիչ եւ ասելով, որ Նիկոլը կարող է միայն ազատագրի, հա, կարող ենք ասել այս Հայաստանը մեր երկիրը, այսօր այս ավելի ճիշտ Նիկոլի կողքին կանգնելուց հետո այսօր գնում են տարբեր հարցազրույցների, իրենց մոտ ինչ որ հոդվածներ են գրում եւ այլն մեղադրելով հենց Հայաստանի Հանրապետական Կուսակցության այդ ամեն ինչի մեջ, ուղղակի ես լուրջ չեմ վերաբերվում այդ ամեն ինչին եւ այդ միավորման այդ մարդկանց հետ, ուղղակի ընդդիմադիր ուժերը, ընդդիմադիր մեր քաղաքացիները, ովքեր Նիկոլի քաղաքականությունը շատ լավ գիտակցում են, որ հակահայկական է, իրենք պետք է միավորվեն եւ մեր ազգի մեջ պետք է լինի այդ միավորումը։ Ավելի կոնկրետ կարող ենք նշել։ Միավորումից զատ պետք է նաև ծրագիր լինի, հա, թե լավ Նիկոլ Փաշինյանին հեռացրեցինք, ինչ ենք անելու։ Հետևաբար հարց է ծագում նաև արտաքին վեկտորների հետ կապված, դուք որպես քաղաքագետ ինչպես եք այս հարցին վերաբերվում, այս իշխանությունը գնաց ընդունեց մի նախագիծ, որը Եվրամիության անդամակցման, այսպես ասած, նախերգանքն է։ Մեզ ինչ է սպասում Եվրոպայում։ Տեսեք, ԵՄ-ի եթե պետությունների օրինակ ազգային անվտանգության փաստաթղթերն ենք նայում, այդ ռազմավարական փաստաթղթերն ենք նայում, բերեմ օրինակ Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, այնտեղ ոչ միտեղ գրված չի Հայաստանի անունը։ Նույնիսկ երբ որ խոսում են մեր ռեգիոնի մասին, իրենք չեն հիշում Հայաստանի։ Վրաստանի օրինակով երկար տարիներ փորձում է միանալ հենց ԵՄ-ին, Վրաստանին նույնպես չեն դիտարկում, դեռ նույնիսկ Վրաստանին չեն դիտարկում որպես ռեալ պերսպեկտիվա ունեցող պետություն, որը կարող է միավորվել ԵՄ-ին, ինչը վերաբերվում է Հայաստանի այս իշխանությունների այս վեկտորին, որը որ իրենք վերցրել են դեպի ԵՄ, նշելով, որ իրենք հենց ժողովրդավարության ապլոդն են, հենց բաստիոնն են ժողովրդավարության, ժողովրդավարությունը այն պետությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հետապնդումների է ենթարկում, այն օրինակ քաղաքական գործիչներին, ովքեր իր համար վտանգ են ներկայացնում, օրինակը բերենք Տարոն Մարգարյանի օրինակը, թե այն պետությունն է ժողովրդավարություն, որտեղ կան քաղբանտարկյալներ, այն պետությունն է ժողովրդավարություն, երբ ընդդիմությունը ցույց է անում, խաղաղ ցույց է անում եւ ոստիկանությունը ուժ է կիրառում այդ ընդդիմության հանդեպ, դա է ժողովրդավարությունը։ Դա ժողովրդավարությունը, երբ մեր 44 օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը Գարիկ Գալեյանին ուզում են ազատությունից զրկեն, իրեն համարելով լուրջ վտանգ ներկայացնող անձ հասարակության համար։ Այս շարքում նաև ուշագրավել լրագրողների հանդեպ ագրեսիան, երբևէ այսպիսի ակտիվ ձևով չէին գրոհել լրագրողների դեմ, ու այս այն մարդիկ են, ովքեր հենց այդ գաղափարներով հա եկան իշխանության, ինչու դառան գնալով, այսպես ասած, տոտալիտար իշխանություն։ Բռնապետություն ես կասեի, քանի որ Նիկոլը հասկանում է, որ իր վերջը մոտ է եւ իր միակ
պաշտպանիչ ուժը դա իր աթոռն է, այն ինչից որ ինքը կարող է կառչել եւ պաշտպանվել ոստիկանության հետևում եւ իրական Հայաստան այդ բանաձևի հետևում, Նիկոլ Փաշինյանը հիմա իր իշխանությունը դարձրել է ավելի բռնապետական, որպեսզի կարողանա իր ձեռքում պահել բոլոր կառավարման ամրակները, կարող ենք ասել, բոլոր կառավարման ռեսուրսները եւ այդ իսկ պատճառով թույլ չտալ որպեսզի ճաքի այս համակարգը, քանի որ ինքը շատ լավ գիտակցում է, որ իրեն շատ քիչ է մնացել։ Իր վախն է իրեն տենց ստիպում եւ իր արժեի օրինակ ելույթներից մենք կարող ենք այդ ամեն ինչը շատ լավ հասկանալ։ Հենց դրանն է ուզում անդրադառնալ, ալա, արդյոք վախեցած են, թե պարզապես արդեն այնքան արխային են, այսպես ասած, որ ամբարտավան են դարձել ուղղակի։ Ես կարծում եմ, հուսահատված են ուղղակի, նույնիսկ արդեն, որովհետեւ հենց իր ելույթը, իր հոգեկան այդ վիճակը դրա մասին փաստում է շատ լավ։ Իսկ որովհետև ինքը օրինակներ է բերում, երբ այդ կամպետություններ, որտեղ մարդկանց շարում են պատերի տակ եւ գնդակահարում են, ինձ թվում է Նիկոլը հենց այդ դրան էլ սպասում է որպես իր վերջ, մտածելով, որ այդ մեծ ուրանալը, հանձնելը, դավաճանելը, մոռանալը, այն բոլոր մեղքերը, որ ինքը գործել է հայ ազգի հանդեպ, ինքը դրա համար պատասխան է տալու ուշ թե շուտ։ Ամեն դեպքում մենք խորհրդանում տեսնում ենք, որ իշխանության հետ հարց ու պատասխանների երբեմն մասնակցող ընդդիմություն, խորհրդանական աշխատանք, այո, երբեմն նաև կրքերը կարող են բորբոքվել, բայց դրանից իրավիճակը չի փոխվում։ Գուցե ժամանակն է նաև անվստահություն հայտնելու մասին մտածել, իմպիչմենտի գործընթացի, այս մասին կարծես թե ընդդիմությունը խորշում է այս հարցին մոտենալ։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը, իդեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության բոլոր սցենարները դիտարկել է, թե փողոցային պայքար, թե ընտրություններ 2026 թվականի եւ թե այլ ուրիշ պայքար լինի, ինչի մենք պարտադիր կմիանանք եւ կաջակցենք այդ պայքարին, քանի որ մեր համար առաջին նպատակը դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է այստեղից։ Կարծում եմ, որ բոլոր սցենարներն էլ կդիտարկենք եւ պատրաստ կլինենք բոլոր սցենարներին Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։ Անդրադառնանք նաև կրթվել է նորաձև Արշավին, Աննա Հակոբյանի։ Իդեպ պարզվեց, որ իր եղբայրը չի մասնակցում այս արշավին, ինչ բավական ուշագրավ էր։ Ալա, ըստ էության այս ամբողջ այդ արշավի ծրագրի հիմքում պարտվողականությունն է եւ այլն, այսինքն ստացվում է, որ ոչ թե կրթվել, այլ պարտվելն է դարձել նորաձև։ Իրենք իրենց բոլոր քայլերը, ինչը որ սովորեցնում են, ինչը որ անում են, այն հակաքաղաքականությունը, որը որ վարում են, քանի որ այս ամենը քաղաքականություն չեն կարող կոչել, այո, փաթեթավորում են կրթվելը նորաձև բանաձևի տակ եւ շրջելով տարբեր մարզեր, գյուղեր եւ նույնիսկ Երևանում, Մատենադարանում, նույնիսկ Աննա Հակոբյանը ելույթ ունեցավ այդտեղ, փորձում են սովորեցնել, մենք էլ չգիտենք թե ինչ են փորձում սովորեցնել, որովհետեւ ես չեմ կարծում, ինչ կարող է սովորեցնել Նիկոլ Փաշինյանը, ով չունի, օրինակ չի ունեցել դիպլոմ, ով դիպլոմը ստացել այն ժամանակ, երբ որ դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, ուրանալ, էլի նշենք, մոռանալ, դավաճանել, հանձնել, ինչ կարող է սովորեցնել այն մարդը, ով Հայաստանի Հանրապետության վարչապետ է, Հայաստանի Հանրապետության առաջի դեմքն է եւ ցույց է տալիս TikTok-ի վարում եւ ցույց է տալիս, թե ոնց է ինքը պատրաստում նախաճաշ։ Ինչ կարող է սովորեցնել այն մարդը, ում առաջի տիկինը գետնի վրա նստած անգլերեն է պարապում եւ այդ ամեն ինչին են հրապարակում են։ Դրա համար էլ ցույցում են Հրանտ Մաթեոսյանին, հետո պարզվում է, որ Հրանտ Մաթեոսյանի խոսքերը չէին։ Դրա համար էլ Աննա Հակոբյանը կարդում է օրինակ Մովսես Խորենացու ողբը, ասելով, որ Հայաստանի Հանրապետության պատմության վերջի էջն է։ Ուղղակի կարող ենք ասել, որ այս թուրքական իշխանությունների պահանջները սպասարկող իշխանությունը, որը որ հիմա մենք ունենք Հայաստանում, ուղղակիորեն սովորեցնում է մեր ազգին, թե ինչպես երևի հաճոյանալ թուրքերին, ինչպես հանձնել։ Բայց այս արշավի ընթացքում մենք տեսնում ենք լեցուն դահլիճներ, լսարաններ, այսինքն դեռ մարդիկ կան, ովքեր այս օրակարգի հետ համերաշխեն, թե սա վարչական ռեսուրսի հետևանք է։ Անկեղծ ասած, ես երեք նույնպես մտածում էի այդ հարցի շուրջ եւ կարծում եմ, որ ավելի շատ մեծամասնությունը կլինի հենց վարչական ռեսուրսի օրինակ, եթե վերցնենք ենք Գյումրու ընտրությունները, լրագրողները այդտեղ շատ մեծ դեր կատարեցին, տեսնում ենք, որ լրագրողները հարցնում են անձանց, թե որտեղից են իրենք եկել, իրենք ասում են, եկել ենք այսինչ դպրոցից, այսինչ կառույցից օրինակ, մեր տնօրենը բոլորից հավաքել եւ եկել է, դա վարչական ռեսուրս է, չէ՞։
եւ ինձ թվում է հենց նույն այդ վարչական ռեսուրսն էլ լեփլեցուն ցույց է տալիս վարչական ռեսուրսը հենց այդ դահլիճն էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը կրթվել է նորաձև է սովորեցնում մարդկանց։ Ամեն դեպքում դրանք ուսուցիչներ են, ովքեր առաջին հերթին պիտի քաղաքացի պատրաստեին, կերտեին, եւ ընդհանրապես ինչ է այսօր կատարվում կրթական համակարգում, դուք նաեւ զերծ շփումներ ունեք ուսանողության հետ, ինչ են մտածում այսօր երիտասարդները, ինչ են մտածում պրոֆեսորադասախոսական կազմը։ Տեսեք, կրթական համակարգում այո, էլի կրիզիս է, կարող ենք ասել, քանի որ այն օրենքները, որոնք որ իրանք ընդունում են կրթության վերաբերյալ, այն բոլոր նախագծերը եւ այլն, դրանք բոլորը նրան են ուղղված, որպեսզի կրթությունը տանեն դեպի ռեգրեսիվ, ոչ մի պրոգրես չի ապրում կրթական համակարգը։ Ուսանողները հիասթափված են եղել, քանի որ խաբվել են 2018 թվականի Նիկոլի իշխանափոխությունից եւ Նիկոլի այդ Թավշյա հեղափոխությունից, այսպես կոչված, ինչը վերաբերում է դասախոսական կազմին, մենք շատ լավ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այն դասախոսներին, ով փորձում են ձայն բարձրացնել, կամ քրեական գործեր է ինչ-որ հարուցում, կամ աշխատանքից դուրս են հանում, կամ ուղղակի ժամեր չեն տրամադրում այդ դասախոսներին, որովհետև վախենում են, որ այդ մարդիկ շատ մեծ դեր են ունենալու հենց ուսանողների մտածողության մեջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինչ է անում, արգելում է մարդկանց մտածել, տրամաբանել, այսինքն արգելում է մարդկանց դառնալ անձ ուսանողներին եւ երիտասարդներին եւ բնականաբար այն անձիկ լինեն դա ուսանողներ, լինեն պրոֆեսոր դասախոսական կազմը, ով ձայն է բարձրացնում եւ կկարողանա գործել ինչ որ ուժ հենց ուսանողների մտածողության վրա, Նիկոլ Փաշինյանը ուղղակի լրացնում է։ Իսկ ինչ է հարկավոր, որպեսզի երիտասարդությունը ոտքի կանգնի եւ ինչպիսի ուժ է պետք, որ լինի հարթակում, որպեսզի ուսանողությունը գնա նրանց հետևից։ Միասնականություն, այսինքն պետք է մեր ազգը միավորվի, ավելի միասնական դառնա, ավելի ամուր դառնա, եւ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ուսանող, յուրաքանչյուր երիտասարդ ինքը մտածում է իր պետության, ազգի մասին եւ կգնա, որպեսզի հեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Ալա եկեք անկեղծ լինենք, այսքան քննադատությունից հետո, հա, ընդդիմության հենց ներսում հնարավոր դեռ համարում եք միավորում, օրինակ վաղը լինելու է ջահերով երթ։ Էլի ինչպես է ընդդիմությունը միավորվելու, էլի ինչպես են թողնելու, այսպես ասած, հին պատմություններն ու կենտրոնանալու գլխավոր պայքարի համար։ Օրինակ, եթե վերցնում ենք ջահերով երթը ուղղված է հենց ցեղասպանությանը եւ ես կարծում եմ, որ այս քաղաքական ամբիցիաները կլինեն ավելի թույլ, քան հենց ցեղասպանության փաստը եւ ցեղասպանությունը որպես հայոց ինքնության ամրակ եւ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը կմիավորվի հենց այդ ամենակարևոր կյանքի համար, մեր ազգի կյանքի եւ ինքնության համար այն կարևոր հարցերի շուրջ, ինչը որ շատ հեռու է քաղաքական ամբիցիաներից եւ քաղաքական պայքարներից։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։